Երկրորդ նախագահը վերջերս հետաքրքիր հայտարարություն էր արել, որը ըստ էության նաև աբսուրդային է, նշելով, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իր թեկնածուն չէր, թեկնածուն էր, ինչու՞մ է այստեղ այդ աբսուրդայինի մասը, որ ընդամենը որ ժամանակ առաջ ռուսական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել, որ իրավահաջորդի առումով նա սխալվել է։ Այո, սխալվել է։ Եվ հիմա լիովին այլ բան է ասում։ Գիտեք, առիթ ունեցել եմ, կարծեմ հենց մի տարի առաջ այս օրերին, էլի եթե չեմ սխալում, հենց իմն եմ նիմիում այս հարցին անդրադառնալու, ընդ որում այդ ժամանակ այս թեման այս կարգի սրված չէր, ինչպես հիմա է սրված։ Հիմա շատ, այո, շատ ավելի է սրված, որովհետև տես, ինչի եմ սա ասում, սա շատ կարևոր հարց է, որովհետև երկրորդ նախագահի քարոզչական թիմը, հա, որ տարիներ շարունակ ամենա մեծ անտագոնիզմի ձևաչափով նպաստել է, որպեսզի ընդդիմադիր դաշտի միասնականությունը չկայանա, տարատեսակ կեղծ օրակարգեր, կեղծ թեզեր բերելով դաշտ իրենց հետ ուղիղ կապ ունեցող բոլոլա, չգիտեմ, այլ ինչ-որ քարոզչական աղբ հանդիսացող տելեգրամյան ալիքներով շատ լկտի հակաքարոզչություն են իրականացրել ոչ թե Նիկոլ Փաշինյանի, այլ ընդդիմադիր մնացյալ ուժերի կամ անհատների նկատմամբ, էլ երրորդ նախագահն է բերել իբրև թե Նիկոլին, էլ նմանատիպ հիմարություններ, որ տարիներ շարունակ դաշտը փորձել են լցնել դրանով, ու իրենք են ըստ էության այս անտագոնիզմի հիմքը դրել, ու այս սրվածության հիմքը դրել։ Ես շատ անկեղծ այդ մի քանի թեմաների ուզում եմ անդրադառնալ։ Ես ընդհանրապես, եթե նկատել եք, միշտ աշխատել եմ ներընդդիմադիր հակամարտություններից ձերբազատ եմ ինձ, այսինքն դրանց վրա ջուր լցնեմ, ոչ թե կրակ ավելացնեմ, որովհետև հիրավի այս պայմաններում չեմ համարում ճիշտ այդ ներընդդիմադիր խրամատներ փորելը, բայց փորողները իրենք են։ Իհարկե, քանի որ այս պարագայում օրինակ հարգարժան երկրորդ նախագահի հակասական հայտարարությունների հետ գործ ունենք։ Գիտեք, չի կարելի մի դեպքում իբրև թե սեփական քաղաքական հզորությունը ցույց տալու համար ասել, որ դու ժառանգորդ ես նշանակել, հատ էլ այդ հարցում սխալվել ես, մեկ այլ դեպքում, երբ որ դատարանում պաշտպանական մարտավարություն է պետք որդեգրել, միանգամից ասել, որ դու կապ չես ունեցել այդ մարդու նախընտրական կամպանիայի հետ, անգամ ՀԿ գրասենյակ մեկ անգամ ես մտել եւ այլն եւ այլն։ Եվ այդ քո տեխնացուն չի եղել։ Այո, տեսեք, ի սկզբանե պատմագիտորեն ես մի անգամ կարծեմ այս եթերում հետո այլ եթերներում ապացուցել եմ, որ Սերժ Սարգսյանը չէր կարող Ռոբերտ Քոչյանի շառանգորդը լինել։ Եվ այդ առումով շմեկ մի հատ ուրիշ թեզ էլ կար, Ռոբերտ Քոչյանի կողմնակիցները ասում են, ուրեմն երախտամոռ է երրորդ նախագահն ու իր թիմը, որտեղ մեր ժառանգորդն է, հետո մեր գծից շեղվել է, չէ՞։ Այդ աբսուրդն է կար, այո։ Այո, այդ աբսուրդն էլ կար։ Չէր կարող Սերժ Սարգսյանը լինել Ռոբերտ Քոչյանի ժառանգորդը։ Եթե նույնիսկ երկուսն էլ մի քաղաքական իշխանության մեջ են եղել, որովհետև 2007-ին փաստեր կան 2007 թվականին նաև ըստ արժանահավատ աղբյուրների ի հեճուկս Ռոբերտ Քոչյանի ցանկության Սերժ Սարգսյանի կուսակցությունը շատ համոզիչ ընտրություններում հաղթանակ էր տարել խորհրդարանական, իսկ մենք գիտենք, որ այդ ընտրությունները հենց լակմուսի թուղթն են եւ ինդիկատորն են, ինչպիսի վերադասավորումներ պետք է գնան իշխանության ներսում, եթե կհիշեք անգամ այդ ժամանակ էր, որ մամուլում այդ ժամանակվա ուզում եմ հիշեցնել, շատ ակտիվ խոսակցություններ կար, որ օրինակ Ռոբերտ Քոչյանը շատ ցանկալի է համարում Վարդան Օսկանյանի թեկնածությունը,
կամ այլ տեխնացուներ են քննարկում։ Ասում եմ հիշեցնել էլի մեր հեռուստադիտողին ուղղակի։ Խորհրդարանական ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցության համոզիչ հաղթանակն է դարձել այն տրիգերը, քաղաքական այն տրիգերը, որով որոշվել է Սերժ Սարգսյանի գլխավոր սուբյեկտությունը 2008-ի նախագահական ընտրությունում, այսինքն այդտեղ Քոչարյանի ցանկությունը շատ մեծ չի եղել։ Եվ երկրորդ Բնականաբար, որովհետև իրավիճակը այո, եւ երկրորդ ես ուզում եմ հիշեցնել, որ հակառակը Սերժ Սարգսյանն է Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին շատ դեպքերում կայունացնող գործոն եղել, ոչ թե հակառակը։ Օրինակ, այսպես կոչված գունավոր հեղափոխություններ մի շարք երկրներում հետ սովետական ինչ էին տեղի ունենում։ Տեղի են ունենում, որտեղ իշխանության ներսում ինչ-որ ճակեր էին առաջանում ազդեցիկ գործիչների միջև։ Դրա համար եմ ասում ավելի շատ Սերժ Սարգսյանը կայունացնող գործոն է եղել, որտեղ երբեք ընդդիմության դրամատրություններին հագուրդ չի տվել Սերժ Սարգսյանը։ Օրինակ կարող էր, չէ՞ նման բան անել։ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին։ Չի եղել նման բան, այո։ Այո, հետևաբար եկեք հստակ եւ վստահ արձանագրում անենք, որ այն դեպքում է Քոչարյանը սխալվել, երբ որ պրեեմնիկ կամ ժառանգորդ տերմինն է օգտագործել Սերժ Սարգսյանի մասով, դատանում նրա ելույթը, որը ես լսել եմ մի քանի օր առաջ, շատ ավելի տրամաբանական էր, որովհետև ժառանգորդ իսկապես չի եղել Սերժ Սարգսյանը։ Գիտեք, սրանից էլ բխում է մի հատ ուրիշ դավադրություն։ Սկզբից այլ լինելով նախկին նախագահ, հա, պետության ղեկավար։ Չի կարելի քաղաքական կոնյունկտուրայից ելնելով հակասական հետո ուրիշ բաներ։ Կներեք, բայց դրա համար մենք Նիկոլ Փաշինյանին ենք, չէ՞ մեղադրում։ Ասում ենք քաղաքական կոնյունկտուրայից ելնելով հակասող հայտարարություն մի արա։ Հիմա ինչով է տարբերվում։ Դա ես ասում եմ, եթե ընդհանրապես եկեք շատ, էսի գիտեք նաև ինչից է, հարգելի Դավիթ։ Եկեք շատ, եթե այս թեման բացել ենք, եկեք միջև վերջ շատ անկեղծ լինենք։ Միջև ընտրական կամպանիան մի քանի անգամ ես այս թեմայի մասին խոսել եմ։ Մարդիկ են եղել նույնիսկ վիրավորվել են, բայց ես ասել եմ անձնավորված դիրքորոշում չի սա, պատմագիտական դիրքորոշում է։ Եկեք շատ անկեղծ լինենք, Արցախի կործանումից հետո 2023 թվականից հետո տրանսֆորմացիայի ենթարկվեց ոչ միայն մեր երկրի անվտանգային համակարգը, կամ փլուզվեց այդ անվտանգային համակարգը ավելի շուտ, ցավոք սրտի տրանսֆորմացիայի ենթարկվեց նաև մեր ներքաղաքական կյանքը իր հարաբերություններով ամեն ինչով։ Եվ Արցախյան պատերազմի շարժումով եկած բանը գործիչների ցանկը, լիդերների ցանկը, որոնց շարքում բնականաբար առաջին հերթին 3 նախագահներն էին մեր երկրի, իրենց հաջողություններով եւ թերություններով, հիմա դրանց մասին չենք խոսում։ Այսինքն Արցախի կործանումով փակվեց նաեւ 3 նախագահների պատմաքաղաքական ցիկլը, հա, ներքաղաքական կյանքում։ Դա շատ շուտ հասկացան Լևոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանը, որոնք ըստ էության առնվազն իրանց դեմքով առնվազն հրաժարվեցին մասնակցել ընտրական ցիկլին, որովհետև կրկնում եմ, ստեղ ինձ լավի, որտեվ Սերժ Սարգսյանը, երրորդ նախագահ, բազմիցս հրապարակային նշել է, որ ամենակարևոր հարցը ոչ թե իշխանության գալն է, այլ սրանց հեռացնելը։ Հիմա եթե մարդիկ հասկանում են, որ սերնդափոխության անհրաժեշտություն կա, որտեղ Արցախի կործանով մի հատ էպոխա է փակվել, ավելի արդյունավետ են այս պարագայում համարում իրենց դեմքով չներկայանալ։ Ճիշտ է։ Որում հեղափոխությունից հետո որևէ անգամ Սերժ Սարգսյանը իր դեմքով չի ներկայացել։ Լևոն Տեր-Պետրոսյանն էլ 21 թվին դա արկադրված արեց, բայց հիմա արդեն տեսանք, որ ըստ էության չկա։ Ռոբերտ Քոչարյանը այս առումով իր դեմքով ընտրողին ներկայանալով պատմական զարգացումների օրինաչափության համատեքստին է հակադրվում։ Իր մի շարք հակասական հայտարարություններ նաև սրա հետևանք են, որովհետև երբ որ դու Փաշինյանից որևէ բանով չտարբերվող, եթե դու իրացիոնալ վարքագծի մեջ ես, հնարավոր չի այդ պարագայում խուսափել հակասական հայտարարություններից։ Սա միանշանակ։
Ես սա փորձված բան է։ Դրա համար այստեղ այն չի, ես ամենևին խնդիր չունեմ առաջին նախագահի փաստաբանություն անեմ կամ երրորդ նախագահի փաստաբանություն անեմ, իրենք էլ դրա կարիքը չունեն։ Խնդիրը օբյեկտիվ իրականությունը ներկայացնելն է։ Այս հայտարարությունների հակասությունը դրա հետևանք է, որտեղ մի պարագայում դուք ես ուզում ես ուժեղ լիդեր ցույց տալ եւ փորձում ես հանրային պատրանք ստեղծել, որ դուք ժառանգորդ կարող ես նշանակել նույնիսկ, հա։ Հետո երբ որ տարանջատում բանաձևն ես գեներացնում երկու նախագահների թիմերի միջև, փորձում ես ասել ժառանգորդի ինստիտուտի հարցում սխալվել եմ, հետո իսկ երբ որ դատարանում պիտի պաշտպանության ճկուն մարտավարություն ընտրես, ասում ես, որ ես այդ պրոցեսների հետ գործել չեմ ունեցել, հետևաբար նա իմ ժառանգորդը չի։ Եկեք ընդունենք, որ նախագահի բարձր կարգավիճակը զբաղեցնողի համար սա մի քիչ հակասական մոտեցում է։ Մեղմ ասած, որովհետև նույնը Նիկոլն է անում։ Այո։ Մետրոյի դեպքը հիշեցի, որ այն արցախցի կնոջ ու երեխայի վրա որ հարձակվել էր, հա, փախածն այդ բան որ ասում էր։ Ինչ ասեց հետո, ասաց ես տենց բան չեմ ասել։ Մի քանի ժամ հետո հասկանալով որ իրավիճակը դուրս է գալիս բանից ու նույն կոնյունկտուրա ասվածից ելնելով ասած կներեք։ Դրա համար ասում եմ, ընդհանրապես իրացիոնալիզմի դրսևորում հակասական հայտարարությունները, դրա համար դստեղ հակասությունները ակնհայտ է կներեք։ Այդ ոչ թե մենք հիմա ենթադրություն ենք անում, դնում ենք նախագահ Ռոբերտ Քոչյանի 3 տարբեր հայտարարություններ, դրանց մենք կարող ենք ուղղակի բառացի մեջ բերենք հիմա այդ հայտարարությունները, նույնիսկ որևէ մեկնաբանություն չանենք, միջին վիճակագրական Հայաստանի քաղաքացին շատ հստակ տարբերություններ այդ 3 հայտարարությունների տեսնելու է, հակասությունը տեսնելու է, իսկ բարակայում հակասությունը ամենևինն էլ հարգարժան երկրորդ նախագահի օգտին չի։ Բնականաբար օգտին չի եւ խոսք գնաց քո կողմից, հա, տարանջատում օպերացիայի մասին։ Էլի մեր տերմինը չի դեպ։ Հա, էլի մեր տերմինը չի։ Չէ, այնպեսի տպավորություն չլինի, որ մենք արհեստական ինչ-որ լարվածություն ենք մտցնում։ Մենք ընդհանրապես հակասություններ ենք ֆիքսում եւ խոսում ենք տերմինից, որ էլի երկրորդ նախագահի թեմից է եկել։ Այդ անտոգոնիզմը, որը նորից իրենց կողմից գեներացվեց, հա, ու հստակ ասին, որ տարանջատվում են եւ այլն, իդեպ դա եւս մի բացասական շատ մեղմ եմ ասում երևույթ էր, որը որ չէր նպաստում ընդդիմադիր դաշտի կոնսոլիդացիային միասնակ որևէ առանձին ուժ ես ոնց հասկանում եմ ինքը միայնակ չի կարող այս ռեժիմի դեմ հաստատ դուրս գալ ու տապալել, հա, այս ռեժիմը քաղաքական իմաստով տապալել։ Հիմա էլ չասեն։ Հա, հիմա էլ չասեն պետական հեղաշրջման փորձ են անում։ Չնայած մեր ցանկության դեպքում ես ու դու այդ չենք կարող անենք։ Okay։ Հետևաբար, եթե պարզ է, որ իշխանափոխության հասնելու համար մեկ ուժը ընդդիմադիր բավարար չի եւ անհրաժեշտ է կոնսոլիդացիա եւ եթե իրենց կողմը այդ տարանջատում օպերացիան ինչպես իրենք էին ասում սկսում է ու թիրախավորում էր ընդդիմադիր դաշտի ուժերին հանրապետական կուսակցության տվյալ պարագայում եւ ոչ թե Նիկոլ Փաշինյանին, ապա հարց է առաջանում ռետորական։ Արդյոք իրենք Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր չէին լցնում դրանով, նպաստելով, որ այդ անտոգոնիզմը իրենց կողմից դրված, սկիզբ դրված անտոգոնիզմը էլ ավելի սրվի եւ սուր կետերը հարթվելու փոխարեն էլ ավելի շատանան։ Գիտեք, ընդհանրապես ընդդիմության ներսում բաժանարար գծելը միշտ զարմտու է իշխանությունը։
դա աքսիոմ է։ Հիմա մենք կարող ենք փոխադարձաբար ընդդիմադիր տարբեր սեգմենտներ միմյանց սխալները շատ ազնիվ, շատ կոնստրուկտիվ ձևով քննադատել։ Այդ միշտ ես ողջունել եմ։ Փոխադարձ քննադատությունները, եթե դրանք ուղեկցվել են կոռեկտության, կառուցողականության բաղադրիչներով, միայն կարելի է ողջունել։ Բայց երբ որ դա անցնում է պիտակավորման, թիրախավորման հարթություն, դետեղ ողջունելու առանձնապես մի մեծ բան չկա։ Ես մի բան հիշեցնեմ։ Նախկին իշխանությունների ժամանակ, երբ որ կար ընդդիմադիր դաշտ, Հայ ազգային կոնգրեսներ, Ժառանգություն կուսակցություններ նույնպես որոշակի փուլում ազդեցիկ։ Կամ ուրիշ փուլում Գեղամյան Ստեփան Դեմիրճյան։ Բնականաբար կային հակասություններ ընդդիմադիր տարբեր շերտերի կամ խմբերի միջև։ Դրանք անխուսափելի։ Բայց չկար այն, ինչ որ հիմա կա, հա։ Այն ժամանակ չկային այդ բոլոլայանման այդ քարոզչական աղբը տարածող ալիքներ, որոնք ոչ թե կոնստրուկտիվ բանավեճի գործառույթ էին իրականացնում, հա, այլ քարոզչական աղբ թափ էին, հա, ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների նկատմամբ։ Այն ժամանակ դա չկար։ Հիմա ըստ էության մենք ինչ ենք տեսնում, որ իրենց կողմի քարոզչական այդ թիմը, այդ տելեգրամյան այդ բոլոլաներով ու այդ քարոզչական աղբը տարածելով ընդհանրապես կատարում է մեկ բան, ընդդիմադիր դաշտի թիրախավորում, որից բնականաբար շահում է Նիկոլ Փաշինյանը։ Տեսեք, միշտ ընդդիմադիր ուժերի միջև երրորդ հանրապետության պատմության ողջ ընթացքում այնպես չի, որ միատ առանցքային ընդդիմադիր ուժեր ու դրանով սահմանափակվել են, եղել են բազմաթիվ ուժեր։ Առանցքային առնվազն 1-2 ուժ միշտ եղել է։ Օրինակ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ դրանք էին ԱԺՄ-ն ու ԱԻՄ-ը ու իրանց մեջ միշտ կային հակասություններ, շատ առողջ քաղաքական բանավեճ կար։ Ռոբերտ Քոչյանի օրոք առանցքային ընդդիմադիր ուժեր էին ՀԺԿ-ն, Հանրապետություն կուսակցությունը եւ Ազգային միաբանությունը, Սերժ Սարգսյանի օրոք Ժառանգություն, ՀԱԿ եւ այլն։ Այդ հակասությունները եթե կառուցողական եւ քաղաքավարական հողի վրա է տեղի ունենում այդ բանավեճերը, ծրագրային միմյանց մոտեցումները քննադատելը, դա նույնիսկ առողջ է։ Բայց երբ որ պիտակավորում, թիրախավորում է եւ դեղին մամուլի մակարդակի հասցվում, թիրախավորում իրենք անում են, իրենց բոլոլաներով եւ այլն։ Դա արդեն ոչ միայն իշխանության ձեռնտու։ Դա ուղիղ նշանակում է իշխանության ջրաղացին ջուր լստել, որովհետեւ մենք տեսնում ենք, չէ, այդ վերնագրերից քանիսն են հետո հայտնվում հայկական ժամանակում, օրինակ Փաշինյանի ընտանիքին պատկանում։ Հետո անտագոնիզմը մի հատ հատկություն ունի։ Սկզբում դու ընտրում ես թիրախի, որը համեմատաբար արժանահավատ է դրում։ Հետո այդ թիրախից հետո անցնում ես մի հատ թիրախի, որը պակաս արժանահավատ է, ընկալվում թիրախ լինելու տեսանկյունից, հետո այդ անտագոնիզմը, երբ որ դրսում էլ թիրախներ չեն մնում, գալիս է հայտնվում է քո թիմի ներսում։ Ես օրինակ շատ մեծ ցավով եմ նկատում այն շատ ցածրամակարդակ բանավեճի, որ ընթանում է պատգամավորներից մեկի, Հայաստան խմբակցության պատգամավորներից մեկի, Աղվան Վարդանյանի մանդատ վերցնել, չվերցնելու թեման։ Ու եթե նկատել եք ընդդիմադիր այլ ուժ, կա ընդդիմադիր այլ գործիչ, այդ փոխադարձ հայոյանքներով, վիրավորանքներով ուղեկցվող տուրու դմփոցին չի մասնակցում։ Իրանց ներսում է այդ։ Ոստեղ խնդիրը իմ դիտարկմամբ այն չի, ճիշտ է արել պարոն Վարդանյանը կամ դա իր իրավունքն է, իր քաղաքական պատասխանատվությունն է։ Ես պարոն Վարդանյանի լիքը բաների հետ կարամ համաձայն չլինեմ, բայց մյուս կողմից շատ պարզ ու շիտակ ասեմ, որ բանը դա էլ բացարձակապես իր գործն է։ Մանդատ կվերցնի, չի վերցնի։ Մեծ հաշվով քաղաքական ուժին երբ որ ձեն է տվել հասարակությունը, քաղաքական պատասխանատվությունները մանդատի բաշխման թողել է այդ ուժի վրա։ Աստված սիրեք, գնացեք կուզեք վերցրեք, կուզեք մի վերցրեք,
Բայց այն լկտիությունը, որը որ նորից եմ նշում, երկրորդ նախագահի քարոզչական թիմի ներկայացուցիչները իրենց այդ բոլոլայանման այդ աղբով որ անում են, դա աղետ է ուղղակի, որովհետև դա ըստ էության յուրաքանչյուր սահմանի անցնել է։ Դա մեղմացած նշանակում է, որ արդեն թիրախավորման այսինքն թիրախը իրանց սահմանից դերս է տեղափոխվել։ Այսինքն այլևս իրանք ոչ թե իրանց սահմանից դուրս գտնվող ընդդիմադիր ուժերի են թիրախավորում։ Արդեն Իրանց ներսում են թիրախ։ Այստեղ շատ լուրջ մտածելու խնդիր կա, որովհետև դա նշանակում է կներեք, բայց դա նշանակում է մի առանձին վերցրած քաղաքական սեգմենտում ճգնաժամ։ Դա համար ես պատահական չասեցի, սոցիալական ցանցերում վերջի օրերին, երբ որ ես հետևում եմ Աղվան Վարդանյանի մանդատ վերցնել չվերցնելու այս ամբողջ աղմուկին, ես երրորդ անձանց չեմ նկատում այդ աղմուկի մեջ։ Այսինքն երրորդ անձանց ի նկատի ունեմ այլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների կամ հասարակական այլ խմբերի չեմ նկատում։ Նկատում եմ, եթե այդ վեճը ներֆրակցիոն քաղաքակիրթ ընթանար առանց միմյանց վիրավորելու, պիտակավորելու, էդ էլ առողջ կհամարեի։ Դա առողջ կլիներ, բայց հիմա այս առողջ բան չեմ երկրորդ նախագահի քարոզչական թիմի եւ առողջ բանավեճ կամ չգիտեմ առողջ քննադատություն ասվածը դա բնականաբար հականիշներ են։ Չէ, հիմա ակնհայտորեն մենք տեսնում ենք հականիշ։ Եվ ես նաեւ մի բան նշեմ, երբ որ մենք խոսում ենք այդ տարանջատում օպերացիայի մասին, կարծում եմ Աղվան Վարդանյանն էր այդ տերմինը օգտագործել։ Դե շատ անհաջող տերմին էր խոսքը մեր մեջ։ Եվ կար հերրակա բանավեճ, սուր բանավեճ կարող եմ նշել Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների եւ պարոն Վարդանյանի միջև այդ շրջափակում։ Աշոտյան։ Այո, Աշոտյանի եւ Աղվան Վարդանյանի բանին հրապարակային հերրակա բանավեճին հետևել եմ։ Բայց անգամ այդ սուր հակադրության ու սուր բանավեճի շրջանում ամեն ինչ քաղաքակիրթի սահմանում։ Մեր նույնիսկ հաճելի էր կարդալ փոխադարձ պատասխանները, որովհետեւ այդ դրանք այդ ձևի բանավեճ ես սիրում եմ։ Ոչ թե այս աղբը։ Դա թիրախավորում չի։ Դա ենթադրենք կոնցեպտուալ հարցում, մի հատ ինչ-որ կոնցեպտուալ հարցում տարբեր մոտեցումներ ունեն կողմերը։ Հիմա պարտավոր չեն, չէ՞, կողմերը բոլորի հետ հավասար։ Դավջան, ես ու դու էլ հիմա մի 5 հատ հարց քննարկենք սկզբունքային հրապարակում եղավ, մոտեցումները մեր կարան տարբերվեն։ Կարանք մենք տաք բանավեճի մեջ էլ հայտնենք միասին։ Բայց դա չի նշանակում իրար թիրախավորենք։ Ես օրինակ կարդացի, նոր աշկով անցկացրեցի։ Մի անգամ տես բանավեճ ունեցել էինք։ Այո, հարցազրույցներից մեկում։ Ինչ անենք։ Դա շատ, գիտեք, դա առողջ է նույնիսկ։ Նույն ասում եմ, տեսեք։ Բնականաբար։ Աշոտյան, Արմեն, Աղվան Վարդանյան այդ բանը մի երկու հերրավար բանավեճի տեքստային բանավեճ իրանց մեջ ես ընթերցել եմ, շատ սուր բանավեճ էր դա, բայց կողմերից ոչ մեկի չէր կարող նույնիսկ դիտողություն անել, որտեղ կողմերից յուրաքանչյուրը կրկոտությամբ փորձում էր ցույց տալ դիմացինի թույլ փաստարկը եւ իր փաստարկի ուժեղ կողմը, սա նորմալ է։ Գիտեք հակի ներսում են համաժողովրդական շարժման պիկի ժամանակ ինչքան նման բանավեճեր եղել։ Գիտեք նախընտրական շտաբներում միևնույն թիմի ինչքան նման բանավեճեր լինում այդ ծրագրային։ Դա նորմալ է եւ առողջ է։ Բայց եթե չարչար շուն գող փիսո թեմայով է արդեն բանավեճը տեղափոխվում, այն էլ եթե նույն ֆրակցիայի ներսում է, դա դրսևորվում։ Կներեք, սա նշանակում է այն իմ թեզի ճշմարտացությունը քիչ առաջ, որ այս դեպքում հին ու նորը Նիկոլի հին ու նորը չի։ Այն համակարգը, որ կար միջև Արցախի կործանումը, այդ համակարգը քաղաքական իրանց սպառել։ Այդ դեպ այդ համակարգի ներկայացուցիչը նաև Նիկոլ Փաշինյան, հանկարծ ինքը չխանդավառվի։ Այդ համակարգի առաջին ներկայացուցիչը հենց ինքն է։ Հինեն իմաստով, որ ընդհանրապես պատմական էպոխա, երբ որ փոխվում է, զարգացումները շատ արագ են լինում եւ պետք չի այստեղ
տպավորություն ստեղծել, պատրանք ստեղծել, որ բոլոր հարցերում Սուրենն ու Դավիթը, Հայաստան դաշինքն ու ՀՀԿ-ն, ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն կարող են բոլոր հարցերում պարտավոր են բոլոր հարցերում նույնական դիրքորոշում ունենալ, չէ, բացարձակ չէ, բայց դիրքորոշումների տարբերությունն էլ պետքա շատ քաղաքակիրթ դրսևորումներով ուղեկցվի, ինչը մենք չենք տեսնում, երբ որ երկրորդ նախագահի հրապարակային հայտարարությունների մեջ ակնհայտ հակասություն ենք տեսնում, ինչը չենք տեսնում, որը որ չի տարբերվում Նիկոլ Փաշինյանի դրսևորումներից ցավալիորեն չի տարբերվում եւ իր քարոշչական թիմն էլ թիրախավորում է դիմությանը սեփական թիմակիցներին եւ շատ ցավալի է նաեւ մեկ այլ բան, որ մի մանդատի պատմությունը նույն ֆրակցիա, ես այս դեպքում խորհրդանական ֆրակցիանի նկատի ունեմ, քաղաքական նույն ճամբար ասեմ, որ հասկանալի լինի, ներսում նման փոխադարձաբար անհարգալից բառամթերքի եւ մթնոլորտի պատճառը, սա իսկապես վիրավորական է։ Ես թերևս այս թեման ամփոփեմ, հա, եւ եթե այս մեր զրույցն էլ չդառնա հիմար շահարկումների բանի թեմա, որովհետեւ մենք շատ քաղաքակիրթ վերլուծեցինք, ուզում ասում եք ամփոփեմ, ասում եմ ամփոփում ենք պայմանով, եթե չդառնա, եթե հանկարծ ինչ-որ մարդիկ կփորձեն շահարկել, բնականաբար մենք եք շարունակել, զուտ էդի նկատի ունենք։